Ողջույն բոլորին, վերջապես 10 րոպեում պիտի ամեն ինչ խոսեմ ու վերջացնեմ ու մեյքափս հասցնեմ։ Իմ ահ, կարելի ասել օդում է հեռախոսս, դրած, անձնական օգտագործման իրենս քանի մոտս են, արագ կսվում ենք և դուրս գալիս։ Ինձ խաբել ասել էին, որ նոր հեռախոսներով առանց լույսի էլ ընտիր նկարում եմ, այստեղ նայեք, լույս չկա։ Գեղեցկու է։ Գաջը անենք ու թեման սկսենք, 5 ժամը խոսում էի, գիտեմ, միացրել եմ ու ինձ մի հատ հարցա ահա որ սկսե տանջել, ով ուզում է նեղանա, ով ուզում է չնեղանա։ Ինձ հետաքրքրում է։ Սիրելի տղաներ, այն տղաները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում պպզում էին, թզվեղ էին ֆրցնում, պարապությունից պիվի շշերն էին գլորում, մի խոսքով չեմ ուզում մասնագիտություն վիրավորեմ, բայց մոտավորապես այս տեսակ կռազի վատ շոֆերն ասկի հոտով տղեկի մասին է խոսքս։ Որ գալիս եք Ամերիկա, նույն ինքը Լոս Անջելես, մանավանդ այդ հայության մեջ, ինչ եք դառնում մաչո, խեք խափում ստեղ ծնված աղջիկներին, ծնված է չէ մանկությունից մեծացած աղջիկներին, 99%-ին խեք, ես հասկանում եմ, որ ստեղ ավելի անմիջական են, ավելի միամիտ են քան մենք, չեմ հասկանում, ձեզ հաճույք է տալիս եմ փաստավոր աղջիկերքին, փողով գցում եք, ստիպում եք, որ ձեր վրա ծախսվեն, ձեր թղթերը անեն, հետո տժակ տղեկի մոտ նստեք, թե ոնց եք կարողանում կայֆավատ ելնեք ու օգտագործեք, լավ հələ նրանք են միամիտ, լավ այդ աստիճան մարդկությունը ձեր մեջ, այսինքն Հայաստանում դուք ոչ մի բանի չեք հասել, բացի ձեր դագաղ կոշիկները և թզբեղները, որը մեղք են այս աղջիկները, ինչ եք անում։ Ու ամենավատը այն է, որ մեծ մասամբ դե մենք հայաստանցիներս, մանավանդ մեր, ասենք, ասպարեզը ճանաչում է տղաների տեսակն, այնքան որ բոլորիդ կերպարները խաղացվել է, ասում եմ, այս որ ասում եք ոնց է ձգում մաշկը, դեմքը, բոլոր կոնտուրները, կարեկցիաները ես անում եմ դեպի վերև, հեմութա ինչ ցույց տամ, ուֆ, անջատեմ, որ չեն ասում, նոր մի հատ նա ինչ կյանքը հայաստանցիները, այո, հայաստանցիները ուրիշ են, այո, մենք ուրիշ ենք, մենք լավ, արավ այս տեսակ կա, որ 1000 անգամ կներեք, որ դաժե կողքով չես անցնի, դուք ոնց եք կարում այս աղջիկերքին սենց հարիվացնեք, հեսա այդ աղջիկերքից մեկը նայելու է, ցույց է տալու այս վիդեոն իր այդ կողքի մաչոին, այնելա սիվայ կյանքս, ասենք սաղով էր սրա վրա սկեով էր թքում, որ մի հատ իր կարծիքը քո համար կարևոր է, դու մի հատ տես իշ տղա ունես, դու կողքդ կանգնած սարի պես ունենց են իրանք իրանց քիթը վերև հանում, ոնց որ աշխարհը ստեղծել է մենակ իրանց մեկ է Ալեն Դելոնին, աղբոր պես մի խաբեք էլի։ Ու այդ աղջիկներն են, որ ոյ մի հատ զելան եմ, չգիտեմ, օրինակի համար Պողոսից քարտա անդադ ֆրադ են անում, մի օր չեղավ այդ Պողոսի քո համար մի հատ ֆրադ առանց ֆրադի մի բան նվիրի։ Ու գիտեք իրանք ոնց են մեծ մասամբ, որ ասենք այդ աղջիկը տանջվում, տառապում, բան, չգիտեմ իրա կրեդիտներով, բանով, այդ տղուն տես որ սովորացնում է ինչպես հագնել ճիշտ, ինչպես բրենդներ կրել, դե դա չէ ինքնաբան տենց հաստատվում ենք այս երկրում, մի խոսքով, ու ինքը որ տես կարում է ընտրի նույնիսկ, այն կյանքում չհասած ինքնա, մար խոսում եմ, բանը, այն որ կյանքում ինչի չի հասել երկրում, ստեղ են որ սենց չէ ազիզ է, դի լավ չի, բայց ինքը տես լրված է իր համար, ու այն որ այդ աղջիկը գնում է ճռում աշխատում առավոտից, ու այդ պահին, այդ ոչխարը, այդ աղջիկա տան մեջ նստած, իր հաց ուտող, իր վարձը այդ աղջիկը տվող, այդ բացակայության ժամանակ զանգում է Հայաստան ու իր հերթական ընկերուհիներին է համոզում, թե ոնց է ինքը արագ գործեր դասավորել, որ դրանք գան հասնեն ստեղ։ Երեխեք խնդրում եք, որ ցույց տամ հայուհին ինչ տեսք ունի այդ սիվրտկան, սերումը այսպիսի տեսք ունի այն։ Հայուհի.net կամ հայուհու Instagram-յան էջին գրում եք, պատվիրում եք, գալիս է։ Հիմա խոսքը ստեղ ծնված աղջիկներին կամ են մարդկանց, ովքեր մանկուց տեղ են մեծացել։ Ժողովուրդ, դե դուք ես շատ միամիտ եք, արա միամիտը որն է հարիվ, չէ, այն որ կարում եք դրցնեք ստեղի ծնված տղեկին, հալալա ձեզ, բայց ո՞ս կարող դուք խաբվեք ընդեղից եկածներով։ Այսպես մոտավորապես, մատիդ վերջին անգամ երբ էի քսել աչքիս, իմ աչքի։
Ամերիկա։ Բայց վերջի մեյքափի նորությունները, որ էսենց երկար եղանգով մի հատ է սենց են անում։ Հա, բայց դա հակահիգիենիկ է։ Ինձ համար համենայն դեպս, նայք, հա շատ կայֆ ալնում, բայց, բայց, չգիտեմ լավ ովշը։ Մի խոսքով ժողովուրդ անկեղծի շշկռվում եմ ստեղի միամիտները, ընդեղի հարիվները, որ ստեղ դառնում են գելու գազը։ Շատ սենց ասեմ, քանի որ ստեղ մեծ մասամբ տղեր քծվում մեծանում են մամայի յուբկի տակ, որոշ տոկոս լավ, մի հարցակվեք։ Դրա համար ես հասկանում եմ, որ աղջիկերքին դուր է գալի, երբ որ ամերզամ ազի զոր ես, չուշանը սաղջի, լմտքս տեսած բայ։ Պարզավետ աբուշությունը մենք, որի վրա չենք թքի, դուք հավանում եք, ողբոր պես, գնահատեք ձեզ երեխեք։ Ես հասկանում եմ, որ էսի հետ մեյքափի էջի կամ մեյքափ անելու բան չի, բայց չգիտեմ, այն որ ինֆակտահար եմ լինում, ամեն վարկյան ա դա է, ախր, մեկ է իմանում ես մի 60,000-յա կցե թռե, մի 100,000-յա կցե թռե, և ավել, այ աղբեր, այ ցավդ տանեմ, նայ մենք, որ աղջիկերքը ստեղի տղեքի հետ շփվում ենք, ու իմ համար էդ անհետաքրքիր է իհարկե, նույնիսկ ես 37 եմ, 49-ի հետ շփվելուց հենց անհետաքրքիր է, նայ չի որ իրանք վատն են, ոչ, ուրիշ մենթալիտետ է, արդեն եմ որ ոչ թե անհետաքրքիր, խնդալու է իմ համար, որտեղ շատ տենց միամիտ են մեծ այցայց, էլիս ես պուպսիկի բան, պուպսիկի վիճակներում են, բայց աղջիկերքը, որ հավատում են այդ ես, չգիտեմ ինչ, լավ չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, ու ամենակարևորն է որ նայողները ասել են մի հատ կտեսնես դու քեզ, իմ կարեգինը տենց չի, իմ պաղասիկը տենց չի, ինք ինձ սիրում է, ինք ինձ ամուսնության առաջարկ հազիվ բարդ կարեք, հո հաշվին կարացել է քեզ մատանի առնի մի 10-20 հազարի, դնում է մատըտ։ Բոլորին չի վերաբերում, նույնց եմ ասում։ Պրպոծ արել, ոյ։ Ոյ, չգիտեմ երեխեք, ինչին եք հավատում, ինչին չեք հավատում։ Միասին նայինք ինչ պատահեց, ինչ կատարվեց, հա չէ, լավ է։ Ցեղած տեղից բանջարնել եմ իրկ մթի մեջ, աղջիկներ ջան, խելք հավաքեք խնդրում եմ։ Ասենք, ոնց որ ես այստեղ մեկի հետ շփվեմ, պարզա հարցնելու եմ այն մարդկանց, ովքեր որ ստեղ են, իմ ծանոթները, ստեղ են ծնվել, ստեղ են մեծացել։ Մի բերան, դուք էլ մեզնից հարցրեք, ոչ թե արդեն բանը բանից անցածա, մեկ է նկարած, ուստերում եմ, ես ինչ եմ, որ սենց յաղք։ Մի խոսքով ես առավոտ բաուսով ասեցի, տեղեկացնեմ, որ զգուշ եղեք մեր մոտից եկած որոշ տեսակի մարդկանցից։ Բոլորից չէ, նենց հրաշքներ ունենք։ Իֆ